Հայկական մի հին ռեփ կա, որ փորձագետների կարծիքով լավագույնն է նկարագրում Հայաստանի գործող վարչապետին։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ուզում լինել չորրորդը, երրորդը, երկրորդը, ուզում է լինել միշտ առաջինը, թեկուզ միայն պետհամարանիշով։ Ուզում եմ ցույց տալ, որ ինքը համար մեկն է, առնվազն ինքը այդպես է պատկերացնում։ Երեկ նա որոշել է, որ իրեն սպասարկող մեքենան նոր համարանիշ պետք է ունենա։ 001 UU-ի փոխարեն լինի միայն մեկ թիվը, կողքին եռագույնը։ Մինչդեռ երբ Փաշինյանը նորաթուխ վարչապետ էր, դեմ էր գոլդ համարներին։ Ինչքան գոլդ է մարդու ավտոմեքենայի համարը, այնքան ավելի զգույշ պետք է ինքը երթևեկության մեջ լինի, որովհետև պետք է իմանա, որ ճանապարհային ոստիկանությունը հասցեական հենց իրանցով է զբաղվելու։ Վարչապետի պաշտոնը ստանձնելով առաջին գործողություններից մեկը, որ արել է, հետևյալն է, դեն եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ բանը պետհամարանիշը շպրտել եմ ուղղակի, արգելել եմ դա օգտագործել եւ իմ մեքենայի ծառայական մեքենայի վրա կպցվել եմ խիստ շարքային որևէ բանով աչքի չգնող պետհամարանիշ։ Չգիտես ինչու վարչապետն իրեն սպասարկող մեքենայի համարանիշը չշպրտեց 7 տարի առաջ, ինչպես խոստացել էր։ Այս տարիների ընթացքում նա միշտ սլացել է նույն այն համարանիշով, որը եղել է նաև նախկին ղեկավարների մեքենաների վրա։ Հիմա է նա ուզում շպրտել այդ համարանիշը, միայն թե փոխարինելու ոչ թե շարքային, այլ ավելի ճաճանչափայլ համարով։ Դասական տրանսֆորմացիա է, այսպես ասենք, ժողովրդավար առաջնորդի դեպի սովորական դիկտատոր եւ դրա վրա զարմանալ պետք չի։ Փաշինյանը սկսել է մտածել, թե այդ համարանիշի վրա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան ու ազգանվան սկզբնատառերն են։ Իսկ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվան հետ ասոցացվի։ Արարողակարգային նրբությունները պետք է պահվեն։ Այդպես արձանագրվել է որպես Սերժ Սարգսյանի անվանատառեր։ Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է ու պարզել, սխալ է Փաշինյանի տեղեկությունը։ Համարանիշի վրայի տառերը որևէ մեկի անվան ու ազգանվան սկզբնատառերը չեն։ Ոչ թե հայատառ ՍՍ է, այլ լատինատառ ՅՈՒ։ Ինչու է ստել Փաշինյանը։ Սա դասական մանիպուլյացիա է Փաշինյանի կողմից, որովհետև այդ ՅՈՒ-ն ինքն ընտրվել է շատ ավելի շուտ, նույնիսկ ասեմ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության ժամանակ գրաֆիկական պատկերը հայկական տառեր եւ լատինական պետք է համընկներ, որովհետեւ հայկական համարիչներով ավտոները իրենք նաեւ քշում են Հայաստանից դուրս եւ բարդ կներ պատասխանել, չգիտեմ, ՔՃ կամ ԾՃ ինչ որ համարներով մեքենա, չգիտեմ, Լոս Անջելեսում կամ Մոսկվայում երթևեկելիս։ Չէին կարող համարանիշի վրայի տառերը Սերժ Սարգսյանի անվան ու ազգանվան հետ կապ ունենալ, քանի որ նրա կառավարման շրջանից առաջ Տիգրան Քոչարյանի տեղեկություններով դեռ առաջին նախագահի օրոք են այդ պետհամարանիշով մեքենաները սկսել սպասարկել Հայաստանի ղեկավարներին։ Այս կադրերում օրինակ երևում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծառայողական մեքենան, նույն պետհամարանիշով։ Հիմա այսպիսի բաները պատահականություն են, որովհետև չգիտեմ, նույն Սերժ Սարգսյանի մեքենան թե խոսքը գնաց իր մասին, ՔՊ անվանում ունի, բայց դա չի նշանակում, որ դա քաղաքացիական պայմանագրի հետ որևէ կապ ունի։ Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանի կարծիքով Փաշինյանն այդ պատճառաբանությունը ոտքի վրա հորինել է, պարզապես այդ պահին մի պատասխան տալու համար։ Որպես լրագրող ինքը շատ լավ հասկանում է, որ յուրաքանչյուր ասածը ապրում է կես օր, մեկ օր, մաքսիմում 2 օր, ժողովուրդը կմոռանա կգնա, տվյալ պետք է վստահ ինչ-որ բան ասեն։ Փաշինյանի պատմությունը Տիգրան Քոչարյանին հին հեքիաթն է հիշեցնում, երբ մարդը դուրս է գալիս վիշապի դեմ պայքարելու, վիշապին հաղթում է ու նստում նրա տեղը։ Փաշինյանը քննադատում էր պատավադապետությունը, մինչդեռ հիմա ԱՊՀ պետությունների ղեկավարների կորտեժներից լավագույնը իրենն է։ Քննադատում էր, երբ պատերից կախում էին որևէ նախագահի նկար, հանել էր տալիս այն։ Մինչդեռ հիմա շատ ՔՊԱ-ականների գրասենյակներում Նիկոլ Փաշինյանի պատկերն է։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։